Այո, մենք կարող ենք փաստել, որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է կամ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ժողովրդի լեզվով ասած հարուցվել է գործ։ Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթում կաթողիկոսի անունը չկա։ Գործը հարուցվել է ազդեցությունն օգտագործելով, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու քրեական օրենսգրքի հոդվածով։ Քննչական կոմիտեի խոսնակը կաթողիկոսի հնարավոր ձերբակալության կասկածները ցրելու համար իրավական այբուբենն է բացատրել ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի առթիվ, ոչ թե որևէ անձի նկատմամբ, անձի դեմ քրեական հետապնդում է սկսվում։ Թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանությունները նա անգրագիտություն է որակել։ Կոչ կանե այդ անձին չափավորել է խոսքը եւ չմտնել մասնագիտական դաշտ, որը մեղմ ասած թե իրենից է հեռու, թե իր հետ ուղիղ առնչություն ունեցողներից է բավական հեռու։ Իրավապաշտպանը նկատում է կոմիտեի խոսնակի բացատրածը հարցի ձևական տերմինաբանական կողմն է, բայց իրականում եթե կա հարուցված գործ որևէ դեպքով, կա նաև պատասխանատու դրա համար։ Օրինակ վերցնենք դասալքության հանցակազմը։ Դասալքության փաստով հարուցվում է նախաձեռնվում է քրեական վարույթ։ Պարզ չի, որ դա անձի նկատմամբ է։ Օդի մեջ չի լինում դասալքությունը, կոնկրետ անձը չի լինում։ Գրառումներ, բռնության կոչ, չգիտեմ, իշխանության զավթման կոչ, այս քաղաքական բոլոր գործերը։ Այդ գրառումը ինչ որ օդից չի, ինչ որ կոնկրետ անձի գրառումն է, չէ՞։ Ինչ պետք է հարցը։ Այս դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել է 3 համացանցում հայտնված ձայնագրությունների հիմքով։ Զրուցում են Նաթան արքեպիսկոպոսն ու Գարեգին II-ի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը։ Սեփական դիմումի հիմքով կարգալույծ եղած Երնջակյանը պնդում է, որ կաթողիկոսը իրեն հրահանգել է ընտանիքի հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Կաթողիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Զրույցը 2023 թվականի հոկտեմբերին է եղել ըստ հրապարակումների, եթե այն իրական է, ապա ստացվում է իրավապահ մարմինները գաղտնալսել են հեռախոսազրույցը։ Իրավապաշտպանի պնդմամբ գաղտնալսել չէին կարող օրինական ճանապարհով։ Առավել եւս որ խոսքը չի վերաբերվում հանցավոր կազմակերպության ներկայացուցչին եւ խոսքը վերաբերում է անգամ Օրանակ հայ առաքելական եկեղեցու կանոնական կազմակերպության բարձրաստիճան ծառայողին։ Բայց նախաձեռնված քրեական վարույթը ոչ թե գաղտնալսման մասին է, այլ այդ զրույցի բովանդակության, հավաքներին նյութական միջոցներով շահագրգռելով մասնակցելու պարտադրանքի։ Այդ հոդվածը նրա մասին չի, որ ապօրինի գաղտնալսում է իրականացվել, այլ նրա մասին է, որ ենթադրաբար ինչ որ մարդ ստիպել է ինչ որ մարդկանց գնալ միցինգի։ Լսում ենք, տեսնում ենք, որ միակ հանգամանքը, որտեղ խոսվում է, դա ուղիղ կաթողիկոսի ամենայն հայոց հայրապետի անունը չէ, այսպես տիտրոսը ներկայացնելով այդ խոսակիցը ինչ-որ բաներ է ասում, լավ, հիմա գնահատական չտամ։ Հետևաբար, ինչպես իրավապաշտպանն է բացատրում, քննչական մարմնի սկսած գործը կաթողիկոսի դեմ է։ 3 սրբազանների ազատազրկումից հետո պետք է սպասենք վեհափառ հայրապետի ձերբակալությանը։ Դա ես համարում եմ անխուսափելի, եթե հանրային ծայրահեղ արձագանք չլինի։ Վեհարանի խուզարկության ու կաթողիկոսի ձերբակալության օպերացիային պետք է սպասել եկող երկուշաբթիից, կարծում է Մելիքյանը։ Նրանք թուրքական նաև սիմվոլիզմի մշակույթի կրողներն են եւ ես նաև ենթադրում եմ, որ հնարավոր է հոկտեմբերի 27-ի օրով նրանք որոշեն այս գործողությունը։ Իրավապաշտպանի կարծիքով շուտով կհարցաքննվի սեփական դիմումի հիմքով կարգալույծ եղած կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը։ Հետո ԱԾԱ-ականները կմտնեն վեհարան խուզարկության ու վեհափառին ձերբակալելու որոշում կկայացվի։ Վեհարանը վեհի կկոչի հավանաբար Նիկոլ Փաշինյանը իրավապահների այդ օպերացիան։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։